Ինչպես կմեկնաբանեք տեղի ունեցող իրադարձությունները, ձեր հոգևոր հայրերի քայլերը։ Նայեք կտեսնեք։ Կիսում եք արդյոք այդ եպիսկոպոսների կարծիքները, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին։ Նայեք կտեսնեք։ Իսկ դուք կիսում եք կարծիքը, թե Անսասան վեհափառի կողքին եք։ Անսասան վեհափառի կողքին եք։ Իսկ Աներկբա։ գերակշռում են վեհափառի կողքին կանգնած հոգևորականները։ Անշուշտ։ Ինչ եք կարծում, կգնան որևէ բախումների։ Չգիտեմ, չեմ կարծում, Աստված ողորմի մեր ժողովրդին միտքն ու սիրտը բացվի, ապստամբ, հակառակորդ, չարամիտ իրենց քայլերից հետ կանգնեն նրանք, ովքեր այդ տեսակ մտածելակերպ ունեն եւ այդ տեսակի դիրք ունեն այստեղ։ Որովհետեւ մայրտաճարը, մայրաթոռը, իբրե մայր, միայն սեր կարող է տալ։ Նրանք, ովքեր սիրո համար չեն այստեղ, արդեն իսկ սխալ ճանապարհ են ընտրել եւ եթե պիտի բախուման գնան կամ չգիտեմ չարագործություններ կատարեն, թող իրենց դատաստանն իրենց արածի արդյունքն էլ ստանան։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ աջակցում է եպիսկոպոսներին, ինչպես նաև աղանդավորներ էր անվանել եկեղեցու ներսում գործողների, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոսին, դուք ինչպես եք դա մեկնաբանում։ Գիտեք, խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը եթե գիտություն ունի հոգևոր, ով ինչ ասի, կարող է լսել, կարող է ընդունել, կարող է հետևել։ Բայց փառք Աստծո, մենք 2000 տարվա լուսավորություն, հաստատակամություն, հաստատահիմնություն ունենք Քրիստոսի առաքյալների քարոզածի հիման վրա, ովքեր այս տարածքից դուրս են, այս գաղափարից ու գիտելիքից դուրս են, ամեն ինչ կարող են խոսել։ Մնում է հավատացողը ինքը ճիշտ կարողանա հավատալ, ոչ թե ամեն աղբի, որ ներկայացվում է դրան վստահ, նրան ինչ որ սովորեցրել են Քրիստոս եւ իր առաքյալները մինչեւ այսօր, մինչեւ Ամենայն հայոց վեհափառը։ Մենք նկատեցինք, որ ճնշումներ էին գործադրվում նաև Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի վրա, բայց նրանք չտրվեցին այդ ճնշումներին, իսկ մյուս ձեր հոգևոր եղբայրները տրվեցին, ինչով եք դա պայմանավորում։ Կամ արդյոք կար նրանց վրա ճնշումներ, թե դա իրենց ընտրությունն էր։ Գիտեք, հիմա քանի մարդու հարցնեք, այդքան կարծիք պիտի հնչի։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում եպիսկոպոսների մասին որևէ բան խոսել, որովհետև ամեն դեպքում իրենք մեր եպիսկոպոսներն են։ Քանի դեռ ինչ որ վճիռ չկա եպիսկոպոսների մասին Ամենայն հայոց հայրապետի կողմից, մեր հայրապետը եւ մեր հոգևոր ամենայն հարգանքով վերաբերվել Աստծո օծյալների նկատմամբ, կապ չունի, որ եթե ինչ որ մի բան էլ հակառակ է, մինչև այն պահը, երբ որ վճիռ կկայացվի։ Մինչև անգամ որ նրանք Աստծոց են հեռացել։ Դե մենք չենք դատավոր։ Ամեն մեկը իր արածի արդյունքը գտնելու է։ Ես խոնար աստիճանի հոգևորական եմ, դրա համար նաև կարծում եմ այս տեսակի դիրքորոշումը մեր ժողովրդին հորդոր է հասկանալու, որ օծյալների նկատմամբ չի կարելի բերան բացել այսպես կամ այնպես, անկախ նրանից թե ինչպիսի սխալ կամ ինչպիսի վատ արարք կտեսնեն։ Իսկ նրանք, ովքեր կարգալույծ են եւ հոգևորական չեն, նրանց կարելի ամնով ասել եւ ասել, որ այս մարդիկ այսպիսին են։